4 առնվազն 4 սրբազան կար հայ առաքելական եկեղեցու դիմեք իրենց Սենց հերթով տալիս են եւ այդ ջան խոսում է եղբայր Տեսնում ենք եկեղեցուց երբ որ կաթողիկոսի անունն են բարձր արտահայտում դրան դուրս են հրավիրում ձեզ համար այս վարքագիծը ընդունելի է Այսինքն ներողություն եմ խնդրում ժողովրդավարությունը եկեղեցում պատարակի ժամանակ բղավելն է Այդ դեպքում ինչու է կաթողիկոսի անունի սեղ չգում ինչու է Ասում եմ դրա պատասխանը վարչապետը տվել է իսկ ինչ վերաբերում է եկեղեցում բղավելուն թեկուս ամենալավ բղավոցը թեկուս առանձին աղոտ բղավելը բայց մենք սենց անի ջան կգամ հիշի այդ հարցը տեղ չգնաս հեսա սենց կգամ խնդրեմ դուք տվեցիք կարելի մի հատ էլ հավելում անեմ հավելես Անցած տարի դուք ամենափրկիչ եկեղեցին վերահսկում եք, դուք Գյումրիում եք, բայց եկեղեցի չմտաք։ Ինչն էր պատճառը? Եվ անկեղծ ասած ես չեմ հիշում դա։ Այո, եւ ուզում եմ հասկանալ այսօր ինչի չեք գնացել, օրինակ Սուրբ ամենափրկիչ եկեղեցի։ Ես անկեղծ չեմ հիշում նման բան։ Ոչ որևիցե կոնկրետ պատճառ չի եղել։ Կարող է ինչ-որ օրակարգեր կապված ներկայություն էր։ Որևիցե ես նույնիսկ չէի հիշում ձեր ասածն։ Անկեղծ չեմ հիշում։ Երևի ստեղ եմ եղել եկեղեցում, կարիք չեմ գտնել երկրորդ անգամ։ Բայց վարչապետը խնդրեց, որ նման բան չանեն։ Եթե մոտիկից ուշադիր լինեի, կտեսնեք դա մարդկանց ցանկությունն է եւ վարչապետը խնդրեց նման բան չանել։ Հաջորդ չէ, եւ այսօր չէ, սպասի։ Հերթով գալիս ենք։ Դու առավելևս դուք արդեն հարցը տվել եք։ Սա ձեր երրորդ հարցն է։ Խնդրեմ։ Ռուսաստանն է համեմատում։ Ով է համեմատում ռուսական ազդեցության գործակալները ես նման հարցերի ես Մոլդովայի Ռուսաստանի չգիտեմ որ երկիրը բերեցիք Ուկրաինայի պաշտոնյան չեմ ես ոչ թե Վրաստանի պաշտոնյան եմ Հայաստանի ավարտեք Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցող համեմատում են Մոլդովայում Վրաստանում եւ կան այդ գործողություններում հաջողված եւ կան չհաջողված Մի պատասխանի ժամանակը առաջնորդում եւ եկեղեցու շուրջ իրականացնում Դուք որտեղից եք հարցը տալիս կասեք Դուք այլ երկրի գործակալ եք Չէ, դուք որտեղից եք ուղղորդվում Այսինքն ով է ձեզ թույլ տալիս ինձ հարցնել Հայաստանի Հանրապետության ընտրված բարձրաստիճան պաշտոնյային հարցնել, որ ես որևիցե տեղից ուղղորդվում եմ, դուք դրա իրավունքը չունեք։ Ես պատասխանում եմ ձեզ, դուք դրա իրավունքը չունեք։ Այ դուք ձեր իսկ դուք նմանություն չեք տեսնում ձեր հարցերի եւ այլ երկրների հերոստալիքներից հնչող բանը պրոպագանդիստական դրույթների մասին։ Նմանություն չեք տեսնում, չեք նկատում, որ դուք ուրիշ երկրի բանը գործակալների թելն եք հյուր։ Իսկ դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Ձեր ֆինանսավորումը պարզ է։ Կասեք որտեղից եք ֆինանսավորում, ասեք։ Ես շատ կասկածում եմ, որ այնտեղ ֆինանսավորման մասին որևիցե տեղեկություն կա։ Ես կստուգ եմ, պարտադիր կստուգ եմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի, դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյային նման մեղադրանք ներկայացնել։ Այդ ձեր մեղադրանքները, ձեր անցկացրած զուգահեռները Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ անցկացնում են այն երկրի լրատվամիջոցները, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանություն լինի, որպեսզի գնա իրանց երկիր, դաբրո ստանա իրանցից, որ այստեղ իշխանությունը տենց չի եղել ու չի լինել։ Ասեք։ Իսկ ես կստուգեմ ձեր բանի տվյալները, ես վստահ եմ, որ չկա։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ դուք ճիշտ նշեցիք, կառավարությունը ասել է, բայց ես չեմ կարող կառավարության գործառույթի մեջ մտնել եւ ասել թե ինչի չի եղել, կառավարության ներկայացուցիչները այստեղ կան, կարող եք հարցնել իրենց, ներողություն եմ խնդրում իմ չիմացության համար, բայց գործի բերումով ես դրա հետ չեմ առնչվել դեռ։ Անինա, մի րոպե, արեք, Անինա։ Ես գալու եմ ձեր մոտ հարցազրույցի։ Օրը եմ փոխել, բայց գալեմ։ Լսում եմ ձեզ Անի։ Պատարակի սեղմել զոհաբարի անունը, դա որտեղ է վարչապետը կարող է դրա խնդրանք տալ, որտեղ է շրջապատված։ Խնդրանքները ինչ-որ տեղ գրում են,
Չէ, բայց ինքը իրավունք չունի։ Չեք խնդրում։ Անջան, դա ձեր գնա, հլա, բարի, միգուցե սահմանությամբ գրածա վարչապետը ոչ մեկին խնդրելու իրավունք չունի։ Ես կարծում եմ, եթե դուք ինձ բան խնդրեք կամ ես ձեզ բան խնդրեմ, անկախ դրանից դուք լրագրող եք, ես պաշտոնյա եմ, դա մեր որոշելիքն է, այլ ոչ թե սահմանության մեջ գրելու կամ չգրելու բաներ, հա։ Դա դուք գնահատական եք տալիս, որը ես չեմ կիսում, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ խնդրել են, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ այդ խնդրանքին արձագանքել են։ Պարոն Սիմոնյան, ըստ էության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարակ կազմակերպել։ Ինչն է իշխանության սցենարը։ Պարտադրված էր այլ թեմից հոգեվորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգեվորականով պատարակի գալը, ինչպես կմեկնաբանեք։ Շիրակցի 24 հոգեվորականից 29 հոգեվորականից որևէ մեկը։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա, ձեզ դուք անընդհատ, ձեզ թվում է, չէ, մի րոպե։ Ձեզ ինչ-որ թվում է, այտենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք, հիմա դու սա կասես, ոչ, սա հավատքին, լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ սենս լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը այլը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրենք։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Եվ կանեք որ Շիրակում մնա 29 հոգեվորական։ Ես կարծում եմ որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ որ եկել է ժամանակ այն Իսկ նորմալ է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը վոտա